Հով։ Հա կամ չէ, Լիզա։ Պատասխանի։ Երևի գործեր ունի, Մարշան, արի մի քիչ քայլենք, հա։ Լիզա, ինչ ա եղել, որ ուզում ես հիմա հետս խոսաս։ Հով, Ադելը ինձ ամբողջ օրը խնդրում է, խնդրելը ո՞րն է, պարտադրում է, որ ես պապայի հետ խոսեմ, համոզեմ, որ մենք այս տնից չգնանք։ Չես պատկերացնի ինչեր է ասում, ինչեր է անում, ես չեմ կարողանում իրեն հանգստացնել։ Էլ չգիտեմ ինչ անեմ, չես պատկերացնի իրեն ոնց է պահում։ Չեմ հասկանում քո հանդեպ ինչի ա տենց ագրեսիվացել։ Չգիտեմ։ Հիմա էլ ուզում ա քեզ հետ խոսի, որ նույն բանը քեզ համոզի, որ գաս պապայի հետ խոսես, ասես որ մնանք, բայց խնդրում եմ քեզ հով հանկարծ չխղճաս ու չխոստանաս, որ պապայի հետ կխոսես։ Հակառակը, դու իրան համոզի, որ տենց ամենաճիշտն է։ Լիզ, ես չեմ կարող տենց բան ասեմ Ադելին։ Կստացվի ինձ, որ ես չեմ ուզում դուք մնաք, նեղում եմ ձեր ներկայությունից։ Դե չգիտեմ, հով, մի բան մտածի, մի բան հորինի։ Ես մաքսիմում կարամ ասեմ, որ հերդ ոչ մեկից չի լսում, այդքան բան, թե չէ այդ հորինել, մորինել իմը չի, Լիզա։ Երբ այս ամեն ինչ անցնելու։ Ես էլ եմ անհամբեր դրան սպասում։ Լիզա, քեզ բան եմ ուզում հարցնեմ, բայց չեմ ուզում նեղվես այդ հարցիցս կամ նեղանաս։ Հա, ասա։ Եթե դու ինձ հիմա խաբես, այդ շատ վիրավորական ու նեղվելու կլինի իմ համար։ Բայց ես քեզ երբ եմ խաբել։ Լիզ, նկատում եմ, որ մտնում ես բաղնիկ, դուռը փակում ես ու հեռախոսդ էլ հետդ ես վերցնում։ Ունդեղ ինչ-որ մեկի հետ ես խոսում, հիմա չասես տենց չի, չասես, որ ինձ ա թվացել, որովհետև կլինի, որ խաբում ես։ Ում հետ պետք է խոսաս, որ առանձնանում ես ու գաղտնի ես խոսում, Լիզա, ես ամեն ինչ լսել եմ։ Ես Ագնեսի հետ եմ խոսում, ուղղակի այնպես, որ պապան չիմանա։ Ինչ ա ուզում։ Ուզում էր գա Ադելին տեսնի, ես էլ դրա համար թաքուն էի խոսում։ Այսքան տարի շփում չի եղել իրար հետ, նոր հայտնվել է, ուզում է օգնի։ Կամ առհասարակ ինքը ոնց կար ինչ-որ մեկին օգնի։ Հով, բայց ինչ ես այդպես վատ տրամադրված իր հանդեպ։ Շատ տրամադրված չեմ, ինչից վերցրիր։ Դե, երբ իր մասին խոսում ենք, միանգամից վատ ես արձագանքում։ Սխալ տպավորություն է եղել։ Գնանք։ Իմ կամ Սարիկի հետ կշփվեիր։ Եթե իրար ճանաչած չլինեինք, ուրիշ ճանապարհ կգնայինք, ուրիշ մարդ կլինեինք եւ իրար կարիք չէինք ունենա։ Դե, ես ամեն դեպքում կուզեի քեզ ճանաչել։ Բայց Սարիկին Երանիդ հետ չճանաչեի։ Ես շատ լավ գիտեմ, որ ասածներս դուր չի գա։ Բայց ինքը չտեղավորվեց մեր ընկերության մեջ։ Կարող է մենք չտեղավորվեցինք իր ընկերության մեջ։ Պատերազմից հետո եկավ, իմացա, որ իր կյանքը թաղել ենք, որ ինքը չկա։ Աննայի մահանալուց առաջ հանդիպել է հետը։ Նոր եմ իմացել։ Ով ասել։ Ավելի լավ է այդ մասին չխոսենք։
Ես քեզ մի անգամ եմ խնդրում։ Իմ տնից մի գնա։ Այն էլ հիմա այդ գիտես ստացվում է, որ մեր խոսակցությունից հետո եղածել ես ու գնում ես։ Այդ ինձ վրա շատ ծանր կնստի։ Չէ, գնալը ճիշտ է։ Այն օրվա մեր խոսակցությունը կապ չունի դրա հետ։ Որոշումս ձեր տուն գալուց առաջ եմ կայացրել։ Եթե որոշումը այվազական է, ինչ էլ ասեմ անիմաստ է, չէ։ Դե մոտավորապես։ Կնիկ ջան։ Էս ինչի ուշ պատասխանեցիր, հլու Խոստովանի սուշի էիր ուտում։ Այ արգե, չտես որ ինձ դորմար փող կուդան։ Հա, կատակ ես անում, բայց ասածիդ մեջ ճշմարտություն կա։ Հլը ճիշտն ասա։ Հլի որ գաս տուն, առաջինը կշերքին ես կանգնելու, հետո նոր թողնեմ մտնես տուն։ Մաս ջան, դու աչքիս ըմբես կենես, որ ես հենց մի սուշին ուդեմ ու պատվիրատուին չհասնի, հա։ Ինչի ժամը քանիսն է, որ դու արդեն սոված ես։ Առավոտն էինք իրար հետ սմուզի խմել։ Չէ, ընկել ես հետևիցս աչքիս ես հենց մի ուդեմ։ Լավ, մի ջղայնացի։ Ուղղակի զանգել էի մի քիչ հետդ խոսեի։ Իրական մոդելի հետ այնքան դժվար է, ինչ ասես խոսում է։ Ես էլ չգիտեմ ինձ ոնց պահեմ, որ հանկարծ չնեղացնեմ։ Հովայից տան մոդերքն եմ կակրոս։ Բրզնիմ Երևան։ Լավ, ինձ էլ սուշի կբերես, լավ։ Համել միանգամից կնստենք բոլորով, կուտենք, կշփվենք մի քիչ, ժամանակ կանցկացնենք, բայց իմ սիրածից ինձ կբերես, հա։ Չմոռանաս։ Հա, բայց լավ բան կսես։ Ոյ, միանգամից դուրդ եկավ, հա, հենց ուտելու մասին խոսեցի։ Մաշա ջան, ես ամուսնացել եմ հետը, թե գերի եմ ընկել։ Չնայած ինչ տարբերություն։ Հա, հասկանալի է։ Եթե ես ասել եմ, այդպես էլ կլինի։ Լավ։ Դե այդ ժամանակ ես կլինեմ Մոսկվայում։ Հաջողություն։ Այս անգամ մենակ ես գնալու, պապ։ Պապ, կասես ով է այս տղեն։ Ու չասես, որ չգիտես, որովհետև գիտեմ, որ գիտես։ Իսկ ինչ ես վստահ, որ գիտեմ։ Որովհետև հասցեիր ինձ տվել։ Գնացի ու այդ հասցեում այս տղեն էլ հայտնվեց։ Լսի, ես քեզ որ մի բան եմ ասում, դա չի նշանակում, որ գլխիս պետքա քննիչ խաղաս։ Պապ, պատասխանիցս խուսափում ես։ Լավ, հարցս ուրիշ ձև կձևակերպեմ։ Այս տղեն կարող է տարօրինակ տաղանդա, որ մարդու տղեն է։ Ինչ էր անունը։ Հա, Այվազ։ Լսի, ավետ ես նորից կրկնում եմ, մենք ժամանակավոր ենք ստեղ, ու արի դու ոչ քո գլխին, ոչ իմ գլխին նոր խնդիրներ մի ստեղծի էլի։ Պապ, ես էլ եմ կրկնում, ես քո հետ չեմ գալու։ Դու իմ հարցերին չես պատասխանում, բայց այդ հարցերը ինձ հետաքրքրում են։ Լավ, կասես ով է այս աղջիկը։ Դու ես աղջիկը այդ գործ չունես, ինքը ոչ մի բանի հետ կապ չունի։ Դու էլ հերիքա քանդես, ինչ ես քանդում իմ անցյալից ու ինչ ես ուզում իմանաս, այնտեղ ոչ մի տես բան չկա, որ դու պետքա իմանաս։ Լսի, տղա ջան, մեր ապրելը, մեր կյանքը ստեղ չի։ Պապ, դու միշտ Հայաստանի հետ կապի մեջ ես եղել ինչ-որ աղջիկա միջոցով։ Ես չգիտեմ այդ աղջիկը ով է, ինչացու է, բայց ես այդ ամեն ինչը պարզելու եմ։ Ես արդեն երկու անուն գիտեմ քո անցյալից։ Մեկը Այվազ, մեկն էլ Աննա։ Միշտ այդ անունները լսել եմ։ Հետո ինչ։ Ավետ ակո ինչին ա պետք։ Ինչ տապակաս, ինչ ես ուզում, ինչի ես սկսել դրանով հետաքրքրվել։ Պապ, ուղղակի հետաքրքիր է։ Ով։ Այդ աղջիկը։ Չէ, ընդհանուր, պապ։ Լսի։ Այդ աղջիկն հանգիստ թող։
Լիսի, դու Արտակը ոնց եք ծանոթացել, չեմ հիշում։ Հենց տեսել ես, հասկացել ես, որ ինքն է ու վերջ։ Իհարկե չէ, մինչև հիմա էլ կասկածում եմ, որ կռվում ենք։ Իսկ ես օրինակ հենց Հովոյին տեսել եմ, հասկացել եմ, որ ինքն է ու վերջ։ Իսկ դու բացի Հովոյից էլ ինչ-որ մեկին հավանել ես։ Դե ում պիտի հավանեի։ Միշտ Հովոն է կողքս եղել, տանը, բակում, դրսում։ Հետո մենք իրար այնքան լավ ենք ճանաչում։ Իսկ չես մտածում, որ կարող է դու սերը շփոթում ես կապվածության հետ։ Մաշ։ Այդքան դեբիլի տպավորություն եմ թողնում։ Ուղղակի դու գիտես, ես քեզ շատ եմ սիրում, բայց մի հատ բան եմ ուզում ասեմ։ Բայց խոստացի, որ չես նեղանա։ Ասա։ Տղամարդը երբ որ սիրում է, ասում է։ Դե ինքն էլ իր ձևով ասում։ Մարդիկ տարբեր են, Մաշա։ Մարդիկ կան, որ չեն սիրում իրենց զգացողությունների մասին խոսալ։ Օրինակ, երբ որ ես վատ եմ, միշտ Հովոն է կողքս։ Միշտ հետաքրքրվում է, իմանում ամեն ինչի մասին։ Ինքը գիտի ես ինչ եմ սիրում, ինչ չեմ սիրում, ինչից եմ ուրախանում, ինչից եմ տխրում։ Ինչի գիտի, որովհետև հետաքրքրվում է։ Իսկ ինչի է հետաքրքրվում, որովհետև սիրում է։ Բայց ես մի բան չեմ հասկանում։ Ինչի՞ ես դու ինձ ուզում համոզես, որ Հովոն ինձ չի սիրում, հա։ Ուղղակի խոսում ենք, Ադել, ինչն եմ համոզում։ Չէ, Մաշ, ուղղակի չենք խոսում։ Դու ոնց որ հատուկ եկած լինես, որ ինձ համոզես։ Այս խոսակցության հեղինակը ով է, Լիզան, հա։ Լիզան ինչի պետք է տենց բան անի։ Չգիտեմ։ Մոռացեք աղջկան։ Հանգիստ թող իրան։ Սենց ավելի է հետաքրքրանում, պապ։ Մաշ, Տղերքը դրսում են։ Ասցի սուրճը տանեմ դուրս, հետո գանք Ադելին կանչենք սուշի ուտելու։ Բայց դու, Լիզա ջան, ժամանակ ես տրամադրում, որ ինձ գաղտնիքներդ պատմես, թե չէ տեղս չեմ գտնում։ Ես կտանեմ սուրճը։ Փախի, տեսնեմ մինչև երբ ես փախնելու։ Ասում ուզում եմ մեքենաս բերեմ նայեք, բայց դե ինձ թվում է այդ ուղակի պատճառը։ Ասում եմ որ ձենա գալիս չի քշվում, ինչ որ հեքիաթներ է էլի պատմում, բայց դե նստել եմ այդ ավտոն ախպեր, ոչ մի բան էլ չկա, ամեն ինչ նորմալ է։ Մի խոսքով պիտի հետաքրքրվեմ իմանամ ով է այդ ավետը։ Այ ախպեր ինչի դե պետք։ Ախպեր դե պետք է էլի։ Բացի այդ թեմաները ուրիշ պահեր էլ կա։ Ինչ պահ։ Լիզայի հետ է կապված։